Բարի օր հարգելի հետևորդներ, եթերում ABC լուրերի ժամը 15-ի թողարկումն է, ես Սվետլանա Պետրոսյանն եմ։ Զգաստության կոչ մայրաթորից վտանգաշատ նախաձեռնության ֆոնին Բաքվի բանտից հնչած ուղերձ եւ Հայաստան-Ադրբեջան օրակարգուն իբր նոր տնտեսական քայլ Ադրբեջանից Հայաստան ուղարկվող 22 վագոն բենզինի ֆոնին, այս եւ այլ կարևոր իրադարձությունների մասին առաջիկա րոպեներին։ Իշխանության հակաեկեղեցական արշավը դատապարտող հասարակական եւ քաղաքական տասնյակ գործիչներ այսօր պատրաստվում են մասնակցել Մայրաթորում միասնական աղոթքին։ Հայ առաքելական եկեղեցու Արագածոտնի թեմն է այսօր Սուրբ Էջմիածնում ժամը 17-ին միասնական ժամերգություն անելու։ Այսօր ժամը 19-ին Բյուրականի Սուրբ Հովանես եկեղեցում նախատեսված ժամերգության փոխարեն։ Միասնական աղոթք անազատության մեջ գտնվող մեր հոգևոր հայրերի, ազատազրկված եւ գերեվարված զավակների եւ մեր Սուրբ եկեղեցու անսասանության համար, երեք հայտարարել է Արագածոտնի թեմը։ Մեր նկարանող խումբը այս պահին Էջմիածնում է, ուղիղ միացմամբ հետևենք, թե ինչ է կատարվում այնտեղ։ Բարի օր Անի, ինչ վիճակ է այդտեղ։ Բարի օր Սվետլանա, այս պահին մենք գտնվում ենք Մայր տաճարի հարակից հատվածում, որն ամբողջությամբ շրջապատված է ոստիկանական ուժերով, սև բերետավորներով։ Խնդրեմ իմ գործընկերոջը ցույց տանք, թե ինչպիսի իրավիճակ է այստեղ։ Ամբողջությամբ ոստիկանական ուժերն են շրջապատել Մայրաթորի տարածքը, ցույց տանք նաև Վեհարանի հատվածում, որքան ոստիկանական ուժեր կան կուտակված։ Մենք այս ընթացքում հասցրեցինք զրուցել Կարեն Հակոբյանի հետ ոստիկանապետ, նա ասաց, որ հասարակական կարգն ապահովելու համար են այսքան ուժեր կենտրոնացրել այստեղ, մինչդեռ այս ընթացքում նաև հավաքված քաղաքացիների, որոնք իրենց աջակցությունն են եկել հայտնելու կաթողիկոսին, իրենց մտահոգությունն են հայտնել, ասել են, որ այսքան մեծաթիվ ոստիկանների Վեհարանի եւ Մայրաթորի տարածքում հավաքվելն անիմաստ է։ Հասցրել ենք զրուցել նաեւ պատգամավոր Մհեր Հակոբյանի հետ։ Նա ասաց, որ բացի այս հատվածում նաեւ այլ տեղերում են կենտրոնացված ոստիկաններ, նա ասաց, որ նաեւ նկատել է քաղաքացիական հագուստով ՆԳՆ ներկայացուցիչների ընդհանուր լարված եւ Մայրաթորին ոչ սովոր տրամադրություններ են այստեղ տիրում։ Սվետլանա։ Շնորհակալ եմ Անի, Էջմիածնից մեր ուղիղ միացմանը կարող եք հետևել YouTube-ի մեր ալիքում, իսկ ավելի մանրամասն այնտեղ կատարվող իրադարձություններին կանդրադառնանք մեր հետագա թողարկումներին։ Հիշեցնեմ, որ 10 եպիսկոպոսները, որոնք վերջերս հանդիպել էին Փաշինյանի հետ, այնուհետև հանդես եկել վեհափառ հայրապետի հրաժարականի պահանջով, այսօր հավաք են հրավիրել։ Ասում են, թե Գարեգին II-ի հանգստի գնալն անհետաձգելի անհրաժեշտություն է։ Իսկ Մայրաթոր Սուրբ Էջմիածինը զսպվածության եւ աղոթքի կոչ է անում։ Մայրաթորի հայտարարության համաձայն 10 եպիսկոպոսների վերջին հայտարարությունը դարձել է ընդվզումների առիթ։ Մայրաթորը հորդորում է գործել բացառապես եկեղեցու կանոնների շրջանակում եւ ձեռնպահ մնալ քայլերից, որոնք կարող են խաթարել Սուրբ Էջմիածնի աղոթական եւ հոգեվոր միջավայրը։ Մայրաթորը զգաստության կոչ է ուղղում վտանգաշատ հավաքի նախաձեռնությունը ստանձնած սրբազան հայրերին։ Պետք է դրսևորել պատասխանատվություն, զերծ պահելու ժողովրդին աղետաբեր հուզումներից եւ գործել բացառապես եկեղեցու կանոնական ընթացակարգերով։ Հարկ չկա շահարկելու ժողովրդի նվիրական զգացումները եւ հայտնի կեղծ օրակարգով հակառակություններ սերմանել եկեղեցու բարեպաշտ զավակների մեջ, խաթարելով հայոց հոգեվոր կենտրոնի խաղաղությունն ու աղոթական միջավայրը։ Մայրաթորը հորդորում է հավատավոր ժողովրդին պահպանել հանդարտություն եւ չտրվել նման սադրիչ հայտարարությունների ազդեցությանը։ Մայրաթոր ուղվելիք ձեր քայլերը, սիրելի ժողովուրդ, թող դրսևորումը լինեն միմիայն աղոթքի, համերաշխության եւ միասնականության։ Սուրբ Էջմիածնի անսասանությունը ձեր հավատարմությունն է առ հայրենին եւ առ մեր Սուրբ եկեղեցին։
Իսկ Մայրաթորում հրավիրված հավաքին ընթառաջ ներքին գործերի նախարարությունը հայտարարություն է տարածել հորդորելով զերծ մնալ սադրիչ գործողություններից, ըստ գերատեսչության Հայ առաքելական եկեղեցու Արագածոտնի թեմի հայտարարությունից հետո որոշ քաղաքացիներ եւ սոցցանցերի օգտատերեր սադրիչ եւ վիճակը թեժացնող գրառումներ են կատարել։ Հորդորում ենք զերծ մնալ հակաիրավական սադրիչ գործողություններից, հարգել այլոց իրավունքները, չտրվել սադրանքների, ենթարկվել հասարակական կարգի պահպանություն իրականացնող ոստիկանության ծառայողների օրինական պահանջներին։ Ներքին գործերի նախարարության ոստիկանությունն իրականացնելու է օրենքով իրեն վերապահված գործառույթները, պահպանելով հասարակական կարգը եւ ապահովելով բոլոր քաղաքացիների անվտանգությունը։ Հակաօրինական ցանկացած դրսևորում արժանանալու է համապատասխան քրեա իրավական գնահատականի։ Հայոց կաթողիկոսի ընտրությունն ու հնարավոր հրաժարականը եկեղեցական բացառիկ իրավասության հարց է, ոչ թե քաղաքական փողոցային պահանջների առարկա, հայտարարել է Genesis Armenia ուղեղային կենտրոն հիմնադրամի տնօրեն քաղաքագետ Աբրահամ Գասպարյանը։ Որևէ փողոցային ակցիա, հանրահավաք կամ արտաքին ճնշում կանոնական իրավունք չունի ազդելու եկեղեցու բարձրագույն իշխանության վրա, շեշտել է քաղաքագետը։ Կոչ ենք անում մեր հայրենակիցներին չմասնակցել այս ազգադավ հավաքին, չտրվել սադրանքներին եւ քաղաքական հաշվեհարդարների տրամաբանությանը, թույլ չտալ, որ հայ առաքելական Սուրբ եկեղեցին վերածվի ներքաղաքական պայքարի գործիքի։ Հայ ժողովրդի միասնությունը, պետականությունն ու հոգեվոր անվտանգությունը վեր են ցանկացած քաղաքական շահից։ Եկեղեցին չի կարող եւ չպետք է դառնա փողոցային ճնշումների կամ իշխանական կամայականությունների զոհ։ Խորհրդարանական ընդդիմությունը եւս իր աջակցությունն է հայտնել եկեղեցուն եւ վեհափառ հայրապետին։ Հույդա Հայաստանի ԳՄ ներկայացուցիչ ազգային ժողովի Հայաստան խմբակցության падգամավոր Իշխան Սաղաթելյանը հայտարարել է, որ այսօր լինելու է Մայրաթոր Սուրբ Էջմիածնում։ Սիրելի հայրենակիցներ, կոչ եմ անում եւ խնդրում եմ ձեզ վաղը այցելել Էջմիածին, այցելել Մայր Աթոր, մասնակցել ժամերգությանը եւ ձեր ներկայությամբ, ձեր մասնակցությամբ, ձեր զորակցությունն ու աջակցությունը հայտնել հայոց հայրապետին եւ հայ առաքելական Սուրբ եկեղեցուն։ Մեր ձևով շարժման համակարգող Նարեկ Կարապետյանը դիմել է Փաշինյանին, հորդորելով Բախում չհրահրել Էջմիածնում։ Մի արա այդ բանը։ Եպիսկոպոսներին Էջմիածին ուղարկելով մի ուղարկիր այնտեղ քաղաքացիական ակուստով ոստիկանների, մի հրահրի սադրանքներ եւ հակառակություն մեր ժողովրդի մեջ։ Մի պարակտի մեր ժողովրդին, նվեր մի արա մեր թշնամիներին։ Իսկ երեկ Ռուբեն Վարդանյանը հեռախոսով զրուցել է ավագ որդու Դավիթ Վարդանյանի հետ։ Նրա խոսքով առաջիկայում իրեն կտրվի եզրափակիչ խոսքի հնարավորություն։ Վարդանյանը պատմել է, որ ելույթում մտադիր է ընդգծել, որ տեղի ունեցողը չի ընդունում որպես դատական գործընթաց եւ չի մասնակցելու արդարադատության իմիտացիային։ Նրա գնահատմամբ Բաքվում ընթացող գործընթացը չի համապատասխանում արդար դատաքննության հիմնարար չափորոշիչներին եւ չի կարող համարվել դատաքննություն։ Ես ոչինչի համար չեմ զղջում։ Բոլոր իմ գործողությունները կատարել եմ գիտակցաբար եւ կամավոր, լիովին հասկանալով հնարավոր հետևանքները։ Ես պատրաստ եմ պատասխան տալ իմ արարքների համար Աստծո առաջ։ Միակ բանը, որի համար ափսոսում եմ, այն է, որ չկարողացա անել ավելին։ Եվս մեկ անգամ հայտարարում եմ, Արցախը եղել է, կա եւ կլինի անկախ պատմությունը վերաշարադրելու կամ իրադարձությունների այլ մեկնաբանություն պարտադրելու փորձերից։ Պետք չէ վախենալ մահից կամ փորձել հաղթել նրան։ Մահը սարսափելի չէ։ Սարսափելի անտարբերությունը, որն աննկատ աստիճանաբար, ասես ճառագայթում թափանցում է մեր մեջ եւ ներսից քայքայում։ Մի վախեցեք հետևել ձեր սեփական ճանապարհին, փնտրել, սխալվել եւ մինչեւ կյանքի վերջը ճանաչել աշխարհը։ Կարևորը սեփական ճանապարհը գիտակցաբար գնալն է, ամենակարևորը չվնասելն է։ Չխախտել այն ներդաշնակ հավասարակշռությունը, որ գոյություն ունի բնության մեջ եւ աշխարհում։ Մենք բոլորս մասնիկներն ենք մեկ ընդհանուր տարածության, որը կարող է գոյություն ունենալ միայն հավասարակշռության եւ ներդաշնակության մեջ։ Զգույշ եղեք խոսքի նկատմամբ։ Խոսքը կարող է խոցել, բայց կարող է նաեւ զարգացման, աջակցության եւ ստեղծարարության հզոր խթան դառնալ։ Ես երջանիկ եմ, որ կարող եմ լինել իմ ժողովրդի ծառան։ Երախտապարտ եմ բոլորին, ով եղել է եւ մնում է իմ կողքին այս դժվարին ժամանակահատվածում։
Այսօր Ռուբեն Վարդանյանի ձերբակալության հանգամանքներին անդրադարձել է նաև Արցախի Հանրապետության 5-րդ նախագահ Սամվել Շահրամանյանը։ Նրա խոսքով Վարդանյանը չի փորձել թաքնվել եւ ինչպես մյուսները նա նույնպես Բերձորի միջանցքով է դուրս եկել, գիտակցելով, որ ճանապարհին կան ադրբեջանական բազմաթիվ հենակետեր, այդ թվում Հակարիի կամրջի հատվածում։ Ոչ մեկ թաքնված չէր։ Ադրբեջանական կողմը շատ լավ տիրապետում էր, ով որտեղ է գտնվում։ Ռուբեն Վարդանյանին չեն ձերբակալել թաքստոցում, ինչ-որ բունկերում, անտառում, այլ ընտրանքային ճանապարհներով դուրս գալու ժամանակահատվածում։ Ինքը տեղափոխվել է, փորձել է, ինչպես բոլորը, տեղահանվել դեպի Հայաստանի Հանրապետություն, այդ ժամանակահատվածում գործող միակ ճանապարհով, Լաչինի միջանցքով։ Շատ լավ իմանալով, որ ճանապարհին կան բազմաթիվ ադրբեջանական հենակետեր, հենց Ստեփանակերտից դուրս գալուց Շուշիի մատույցներում եւ նաեւ կար Հակարիի կամուրջում գտնվող ադրբեջանական հսկիչ անցագրային կետ, որտեղ բոլոր անցնող անձինք ստուգման են ենթարկվել։ Ես շատ լավ իմանալով իմ կարծիքով, որ գերեվարման համար եւ ձերբակալման համար ինքը ադրբեջանական կողմից ունի նման որոշում։ Իդեպ Արցախի 5-րդ նախագահ Սամվել Շահրամանյանին նորից հարցաքննության են կանչել զինվորական քննչական մարմնում քննվող քրեական վարույթի շրջանակում։ Հիմնականում դա կապված է 23 թվականի տեղի ունեցած իրադարձությունների, ռազմական գործողությունների եւ դրա հետևանքների, թե ինչ հարցեր է բարձրացում հաշվի առնելով նախաքննության գաղտնիքը, այսպես չեմ կարող հրապարակեմ, երևի դա ճիշտ կլինի փաստաբանը մեկնաբանի։ Մենք երբևիցե չենք խուսափել ներկայանալու վարույթ իրականացնող մարմիններ եւ տալ համապատասխան հարցերի պատասխաններ։ Այսօր եւս որոշակի հարցեր է առաջացել վարույթ իրականացնող մարմնի կողմից եւ մենք բարձրաբանում ենք տվել այդ հարցերին։ Պարոն Շահրամանյան, մամուլում գրվում է, որ հնարավոր էր այսօր ձեզ մեղադրանք առաջադրային եւ որպես խափանման միջոց կալանքը լիներ, որևէ մեղադրանք առաջադրվել է ձեզ այսօր։ Ինձ այսօր հարցաքննել են վկայի կարգավիճակով։ Իսկ փաստաբան Ռոման Երիցյանի խոսքով հարցաքննության օրը պատահական չի ընտրվել, քաղաքական կապվածություն կա։ Շահրամանյանին հարցաքննում են 44-օրյա պատերազմի քրեական վարույթով վկայի կարգավիճակով։ Ես պատահականություն չեմ համարում հենց այսօրով Արցախի Հանրապետության նախագահին հարցաքննության հրավիրելը։ Ես պատահականություն չեմ համարում դեկտեմբերի 11-ին Արցախի Հանրապետության ներկայացուցիչնում տեղի ունեցած այդ քաղաքական գործընթացը։ Այդ ռեպրեսիան, որ իրականացվել է Արցախի Հանրապետության ներկայացուցիչների նկատմամբ։ Ես պատահականություն չեմ համարում նաև անմիջապես դատականիստից հետո կաթողիկոսի խոսքը կիսելու վերաբերյալ լրագրողների հետ ճեպազրույցի ընթացքում նախագահի կատարված հայտարարությունից անմիջապես հետո նրա մեկ այլ քրեական վարույթով հարցաքննության կանչելը։ Ես այս ամեն ինչը պատահականություն, ուղղակի մեծ ցանկության պարագայում անգամ պատահականություն համարել չեմ կարող։ Այսօր Ադրբեջանից Հայաստան կուղարկվի նավթամթերքի առաջին խմբականակը։ Ըստ ադրբեջանական լրատվամիջոցների դա նախատեսված է Ադրբեջանի եւ Հայաստանի միջև խաղաղության օրակարգի շրջանակում եւ նավթամթերքի արտահանումը մեկնարկում է հենց այսօրվանից։ Ըստ տեղեկության պայմանավորվածությունը ձեռք է բերվել նոյեմբերի 28-ին Գաբալայում Ադրբեջանի փոխվարչապետ Շահին Մուստաֆայևի եւ Հայաստանի փոխվարչապետ Մհեր Գրիգորյանի հանդիպման ընթացքում։ Այսօր Հայաստան կուղարկվի Սոկարի կողմից արտադրված AL95 բենզինի 22 երկաթուղային վագոն։ Նշվում է, որ գործարքը ունի զուտ առևտրային բնույթ, իսկ բենզինը կվաճառվի միջազգային շուկայի գներին համապատասխան։
Սակայն այս գործընթացների ֆոնին Բաքվից հնչող հայտարարությունները խաղաղության հետ համահունչ չեն։ Ադրբեջանագետ Տաթևիկ Հայրապետյանը գրել է, որ միայն դեկտեմբերի 1-ից 15-ը ընկած ժամանակահատվածում Ադրբեջանի պետական ազերթաջ գործակալությունը հրապարակել է 24 նյութ, որտեղ Հայաստանի Հանրապետության տարածքը կոչվում է Արևմտյան Ադրբեջան։ Նրա խոսքով սա առանձին դրսևորում չէ, այլ Ադրբեջանի պետական քաղաքականության մաս։ Արևմտյան Ադրբեջան զավթողական ծրագիրը Ադրբեջանի պետական քաղաքականության մաս է։ Դրա շրջանակում կազմակերպվում են գիտաժողովներ, ուսումնական ծրագրեր, երիտասարդական ճամբարներ եւ ցուցահանդեսներ։ Արևմտյան Ադրբեջան վերադարձը ներկայացվում է որպես հիմնական ազգային նպատակ։ Սրա մասին ուղիղ տեքստով խոսում են падգամավորներ եւ այլ պաշտոնյաներ։ Իլհամ Ալիևը եւ այլ բարձրաստիճան պաշտոնյաներ թեման մշտապես ներկայացնում են որպես իրավական, պատմական եւ բարոյական պարտավորություն, այն ներառելով ուսումնական ծրագրերում, ֆոլկլորային հետազոտություններում, արվեստում եւ հասարակական դիսկուրսում Հայաստանի տարածքների նկատմամբ պահանջներ օրինաչափ եւ բնական դարձնելու համար։ Արվեստի, գրականության եւ պատմության գիտությունների միջոցով Արևմտյան Ադրբեջանը ներկայացվում է որպես ադրբեջանցիների նախնիների հայրենիք։ Միջազգային լրահոսից ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ 11 ամիս առաջ ժառանգել է խառնաշփոթ եւ այժմ փորձում է այն շտկել։ Նա կոշտ քննադատել է նախկին նախագահ Ջո Բայդենի վարչակազմը, մեղադրելով ձախողված առևտրային համաձայնագրերի, ներգաղթի խնդիրների եւ իր բնորոշմամբ կոռումպացված համակարգի համար։ Թրամփը նաեւ հայտնել է, որ իր վարչակազմը առաջիկա շաբաթներին 1.45 միլիոն ամերիկացի զինծառայողների կվճարի այսպես կոչված մարտիկի դիվիդենդ յուրաքանչյուրին $1776 չափով։ Իսկ Վլադիմիր Զելենսկին հայտարարել է, որ Մոսկվայից նոր ազդանշաններ են ստացել։ Ռուսաստանի Դաշնությունը 2026 թվականը պատրաստվում է դարձնել պատերազմի տարի։ Այս ազդանշանները միայն մեզ համար չեն, մեր գործընկերները պետք է տեսնեն դրանք եւ արձագանքեն, այդ թվում Միացյալ Նահանգներում, որտեղ ոմանք դեռևս պնդում են, որ Ռուսաստանը ցանկանում է դադարեցնել պատերազմը, ասել է Զելենսկին։ Այս ժամի համար նախատեսել էինք այսքանը, շարունակեք հետևել մեզ YouTube-ում, Facebook-ում, Telegram-ում, WhatsApp-ում, Instagram-ում, TikTok-ում կամ այցելեք մեր պաշտոնական կայք 3w.abc.media.am։ Ես Սվետլանա Պետրոսյանն եմ, ABC լուրերի գլխավոր թողարկումը եթերում կլինի ժամը 18-ին, տաղավարում կաշխատի իմ գործընկեր Գառնի Մութաֆյանը։